Տիկին Ֆարվանյան, այս անգամ ինչի համար էին կանչել հարցաքննության, հրատապություն կար։ Լրացուցիչ հարցաքննություններ էր ընթանում, ամեն դեպքում իմ վստահորդի հետ կապված կարող եմ հայտնել, որ լրացուցիչ հարցաքննություն էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում գտնվող, հիշում եք չէ, եպիսկոպոսաց ժողովը հանգարելու և Ավստրիայում չկայանալու այսպես նպատակը իրագործելով քրեական վարույթ էր նախաձեռնվել մի խայտառակ դատական ակտը քաղաքացիական գործով չկատարելու, իբր չկատարելու, մեղադրանքով և հետո մենք ունեցանք հանրային հետապնդումներ եպիսկոպոսների, քահանայի, այնուհետև նաև վերաբար հայրապետի։ Հիմա այդ գործի շրջանակում մեր վստահորդներին կանչել լրացուցիչ հարցաքննության, այդքանը թերևս։ Եվ էլի շատ պատահականությամբ ստացվեց, որ ես կարծում եմ, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը մեկնարկել է մարտի 10-ին և ավարտվել է այսօր, մարտի 13-ին, երևի ներքին ինֆորմացիա ունեն, որ բավականին արդյունավետ քննարկում է անցել, ես իհարկե տեղյակ չեմ այնտեղ ինչ է կատարվել, բայց այս ջղաձգումներից կարելի է ենթադրել, որ Գերագույն հոգևոր խորհրդում կարևոր որոշումներ են կայացվել կամ կարևոր քննարկումներ են իրականացվել, որոնք այս իշխանության ցանկությունների շրջանակի մեջ չեն տեղավորվել, այլապես անհասկանալի էր, թե նորից հարցաքննությունների այսպես կանչելու հրատապություն ինչու էր կայանում, առավել չէր։ Դե իհարկե սպասելի չէր, որովհետև նախ հոգևոր հայրերը գտնվում էին ժողովի պրոցեսի մեջ և եթե այդքան խորհուրդ կարևորություն չներկայացնել կամ Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները խաթարելու նպատակ չհետապնդել, իմ կարծիքով, քանի որ գիտեր ամբողջ հանրությունը, որ Մայր եկեղեցին հիմա հոգևոր խորհրդի նիստեր է անցկացնում, կարող էին և կանչել, ասենք, երկուշաբթի և հաջորդ շաբաթվա օրերին, ենթադրենք, ինչպես որ կարգն է գրավոր ցանցագրերով, բայց էլի շտապել էին, էլի ինչ-որ գործողություններ, գիտեք, իրականում շատ արդեն ծիծաղելի կլիներ, եթե այսքան լացելու ու ողբերգական իրավիճակում չհայտնվեինք, որովհետև այս պրոցեսները իրավական անվանելը թերևս արդեն անտրամաբանական է, այն օրը, երբ որ այդ քաղաքացիական գործով տխրահռչակ վճիռը կյանքի կոչվեց և այն գնաց հարկադիր կատարման և դրա շրջանակում քննչական կոմիտեն որոշեց այդ տիեզերական անարդարությունը անել իմ գնահատմամբ և հանրային քրեական հետապնդումներ հարուցել, իհարկե արդեն իսկ նշածս նպատակներով, այդ պահից այս գործով այլևս իրավաբանության մասին խոսելը ավելորդ է, ուղղակի մենք այսպես իներցիայով, քննիչներին ավելորդ տեղը զբաղացնելով, ինչ-որ անհեթեթ գործողությունների շրջանակում, որ կարող էին իրենք ընդհանրապես ոչ կատարել, ոչ էլ ծանրաբեռնվել և ուրեմն մեր հասարակության առջև ավելի ծանր մարտահրավերներ ունեցող գործերով, ասենք օրինակ թմրանյութերի գործերով, մեծ քննության անհրաժեշտություն կա, ուժերը չեն հերիքում վստահ են և այսպես բազմաթիվ ամեն քայլափոխին սպանություն է, մարդը տնից դուրս է գալիս, չի կարող վստահ լինել, որ հասարակական անվտանգությունը այն մակարդակի է, որ ասենք ամեն քայլափոխի հանցագործություն տեղի չունենա, բայց ունենք այն ինչ ունենք ավելի վատ պատկեր, կանխատեսումը, ինչ առումով կանխատեսումը, ինչ է սպասում, ոնց է զարգանալու այս ամենը։ Իրավական առումով, դեռ ռեպրեսիաները շարունակվում են Մայր եկեղեցու նկատմամբ և եթե մենք այսպես ասած մոտենում ենք ընտրություններին, շատ ավելի վտանգավոր են դառնում իշխանական պատվերներն ու իրավական ապօրինի լծակներն ու գործողությունները, պիտի դիմագրավենք, փորձենք չկորցնել պետությունը, չկորցնել իրավականությունը և օգնել մեր հոգևոր հայրերին, օգնել միմյանց, ցանկացած պահի, որ
բոլոր այն աշխարհիկ մարդիկ, ովքեր ներգրաված են այս կարևոր պայքարում, բոլորն էլ վտանգված են եւ մեր պաշտպանական խումբը, փաստաբանական խումբը առավելագույնն է անում ոչ միայն ուժերի ներածին, այլ ավելի չափով, որ կարողանանք այս իրավապաշտպանության ոլորտում նման ապօրինությունների շրջանակում կարողանանք մարդկանց օգտակար լինել։ Այսինքն այսօր կներեք բոլոր 6 եպիսկոպոսներն են կանչվել։ Բոլոր 6-ի մասով չգիտեմ, 4-ին հաստատ տեսա։ Ես նշեմ նաև իմ մյուս պաշտպանյալը Վահան Հովհաննիսյանը, եպիսկոպոս, գտնվում է արտերգրում եւ գուցե այս ինֆորմացիայի շատությունից, առատությունից երևի այդքան չլուսաբանվեց, որ իր բացակայելու արգելքը վերացվել է իմ միջնորդության հիման վրա, քանի որ Սրբազան հայրը Ամերիկայի մշտական բուժվում է եւ բժշկի կողմից հատուկ հրավեր ուներ, իր բացակայելու արգելքը բարեբախտաբար վերացրեցին եւ գոնե այսպես ասած այդ մի մեղադրյալի մասով այս պահին ապահովության մեջ ենք, որ գտնվում է իր միջավայրում բժշկական զննման տակ եւ ու չի մասնակցում այս ուրեմն ապօրինություններին։ Որ Սրբազանների այստեղ տեսումները տեսանք Մուշեղ Սրբազանին, տեսանք նաև դեր Հայկազն Սրբազանի հետ ես էի ներկայացել, նաև տեսանք Վրթանես Սրբազանին չեք տեսել։ Ամեն դեպքում գիտեմ, որ 4-ը հրավիրված են եղել, մնացածի մասով տեսնենք ու նաև առավոտյան դեր Նաթան Սրբազանի հարցաքննություններ այլ գործով որպես վկա վարույթին են մասնակցել, մի խոսքով մարդկանց այնքան որ գործից կտրեն կարևոր իրադարձություններից հանկարծ մի հայանպաստ դեկլարացիա կամ հայանպաստ բանաձև այլևս եթե մեր պետությունում հնչում է, բոլորը լցվում են այդ ուրեմն հայանպաստ գործընթացը խափանելու գործին, հա, այդպիսի տպավորություն է մոտ առաջանում, որ եթե մեկը ի նպաստ հայի, Հայաստանի, հայոց ցեղասպանության, Արցախի մի բան բարձրաձայնում է, մեղադրյալները տալուց հրաժարվեցին, բայց հնչած հարցադրումը ցավոք չեն կարող հրապարակել, որտեղ նախազգուշացված են պատմության տվյալների գաղտնիությունը պահպանելու պարտականության մասին, բայց հարցը ինքնին այնպիսին էր, որ ոչ մի հրատապություն չուներ, հարգելներս ավելին եպիսկոպոսների նույն ժամին քննչական կոմիտե ներկայանալու պարտականության մասին ծանոթելու ընդհանրապես անհրաժեշտություն չկա, այսինքն հրատապությունը 0 էր այդ հարցը։ Հետևաբար կասկածներս լիովին փարատվեցին։ Այսինքն առավոտյան 10-ին իրենց ուղղակի ասել էին եկեք, հետո նոր ծանոթագրեր էին ուղարկվել։ Այո, հետո նոր ծանոթագրեր էին ում հետ կարողացել էին հեռախոսական հաստատել, պարտավորեցրել էին, որ պետք է ներկայանաք։ Ժամը 11-ին էին ասել։ Հետո արդեն երբ որ մեր վստահորդները կապվեցին մեզ հետ, արդեն մենք քննիչների հետ կապվեցինք, ասացինք, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն կա, չենք կարող բնականաբար ժամը տեղափոխել, բացի այդ գիտեք, որ Գերագույն Հոգևոր խորհրդի նիստ է եւ հետո չեն կարող ներկայանալ, բայց չէ, հրատապ է եւ դրան հաջորդեց արդեն ծանոթագրերի ուղարկման գործընթաց, երբ որ հասկացան, որ պարզապես զանգով կարծես թե չենք ներկայանալու, ես նույնիսկ պատրաստ եմ զբաղվածություն հիմնավորող ապացույցներ ներկայացնել, բայց դա իհարկե ոչ մի չէր հետաքրքրում եւ ծանոթագրեր ուղարկեցին արդեն բջջային հեռախոսներին, փորձելով այդպես ձևական կողմն ապահովել, բայց դա էլ պատշաճ բացակայ չէր, ծանոթագրերը արդեն ասել են վկայի դատավարական կարգի վիճակով էին ուղարկված եւ պատշաճ կարգը պահպանված չէր, նախապես չէր ուղարկված, հրատապությունը հիմնավորված չէր, ինչու է ուղարկվում եւ այլն, ինչը օրենսդրական պահանջ է։ Եվ արդեն բնականաբար, երբ որ մենք արդեն ուշ ներկայացանք, հնչած հարցադրումների գրքովներ, որ կարող էր տրվել եւ վաղը, եւ մյուս օրը, եւ այսօր այս ժամին, ինչպես տեսակ, աշխարհը շուտ չեկա դրանից։ Մենք նախորդ հարցաքննությունները տեսել ենք ինչքան երկար են տևում, այս անգամ շատ կարճ տևեց, այսինքն փոքրիկ հարցադրումներ ըստ էության իսկապես։ Իրականում հրաժարվել են Սրբազանները ցույց տալու իրենց դատավարական իրավունքից օգտվել են եղելու, բայց հարցադրումն էլ ինքնին այնպիսին է, որ
վստահաբար երկար ժամանակ չէր տևելու եւ ըստ էության այստեղ տևողության հարցը չէր, այլ զուտ հարցաքննության բովանդակային մասին եթե անդրադառնանք, հրատապություն չկար։ Այսինքն սա է կարևոր, այսօրվա կարևոր համար մեկ հարցը հրատապությունն է, արդյոք այդ հրատապությունը կա, որ Գերագույն հոգևոր խորհրդի 4 ուրեմն անդամներ եւ եպիսկոպոսներ կրկին հրավիրվում են նույն ժամին Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ընթացքի ժամանակահատվածում քննչական կոմիտե, որպեսզի մասնակցեն քննչական գործողությանը։ Պատահականություն չէր նաև 3 աշխարհիկ անդամներին հարցաքննության։ Պատահական չէր, որովհետև բնականաբար Գերագույն հոգևոր խորհուրդը շարունակվել է։ Հետևաբար դա էլ է եղել միտված հենց այդ գործընթացը կրկին խաթարելու։